Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Եվ կան որոշակի սցենար, որ օրինակ դուքեր են դիմադիպի համարտակետը հանկարծ փորձեն ձեզ հետապնդել, դրանից հետո ինչ է լինել։ Շնորհակալություն հարցի համար, սկսեմ վախերից, եթե ես մտավախություն կամ վախ ունենայի, հետևաբար չէի լինի Դավիթ Համբարձումյանի ընկերը, առավել ևս Դավիթ Համբարձումյանի կողմից ձևավորված թիմի հաջորդ համարը, հետևաբար մենք մի գաղափարով, մի նպատակով գնում ենք առաջ, իմ ընդդիմադիր հայացքները եւ առհասարակ համայնքի ընդդիմադիր հայացքները երբևէ չեն խանգարել եւ պետք է չխանգարեն Մասիս խոշորացված համայնքի զարգացմանը, ինչպես չեն խանգարել վերջին այս 2018 թվականից սկսած։ 2018 թվականից Մասիս համայնքը, Մասիս քաղաքը, այնուհետև Մասիս համայնքը աշխատակազմը շատ փոստների մեջով է անցել, բայց կարողացել ենք պատվով եւ փառքով կատարել եւ մենք նորից ունենալ վստահության քվե բնակիչների կողմից 2021 թվականին։ Ինչ վերաբերում է Դավիթ Համբարձումյանի ապօրինի կալանավորմանը եւ կամ հրապարակված դատավճռին, ապա ես իմ խոսքում բազմիցս ասել եմ, հիմա էլ վերահաստատում եմ, որ նա հանդիսանում է ակնհայտ քաղբանտարկյալ եւ ես որպես նրա ընկեր առաջինը, այլ ոչ թե որպես համայնքի ղեկավար, այլ որպես նրա ընկեր, ամեն ինչ անելու եմ, որ իմ ընկերը օր առաջ դուրս գա այդ բանտախցից։ Եվ եթե ասել մտավախություն չուներ, ամեն դեպքում մի որպես ընդդիմադիր չէր կարծում, որ իշխանությունը ինչ-որ բանի հանդեպ հայացքների համար կարող է գործընկերոջ հարցը կարող է խնդիրներ ստեղծել։ Շնորհակալ եմ, հարցին կպատասխանեմ հետևյալ ձև, նորից ես անկուսակցական եմ ինքս ու երբևէ չեմ եղել կուսակցության անդամ։ Բայց որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ես 2018 թվականից սկսած այն ժամանակ, երբ 100,000-ավոր իմ հայրենակիցներ, ինձ բարեկամներ, հարազատներ, ընկերներ ողջունում էին հեղափոխությունը, ես եղել եմ դրա ընդդիմադիրը։ Եվ չլինելով մեծ քաղաքականության մեջ ունենալով իմ անձնական կարծիքը, դա չի խանգարել, որ ես կարողանամ շարունակել պաշտոնավարել եւ ղեկավարել 2018 թվականին այն ժամանակ, երբ ապօրինի կալանավորվեց Դավիթ Համբարձումյանը եւ հիմա։